Բացարձակ հաղթանակ տոնելու որոշումով ընտրական պայքարի նետված ուժեղ Հայաստան դաշինքը 9-րդ գումարման խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է ունենալու։ Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը Նարեկ Կարապետյանը նույնպես վերցնելու է մանդատը։ Նարեկ Կարապետյանը անձամբ վերցնելու է մանդատը։ Մանդատները վերցնելու որոշումը Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի 5 քայլերից մեկն է, ըստ դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանի։ Մեր գաղտնի պլանի մեջ դա էլ էր մտնում։ Խորհրդարան գնալու ազդակ ուժեղ Հայաստան դաշինքը ստացել է ընտրողներից։ Ազդակը իհարկե ընտրողներից նույնպես եղավ։ Բայց այդ որոշման հիմնական պատճառը այն հաշվարկն է, որով ընդդիմությունը իշխանափոխություն է անելու։ Գլխավորը դա այն հաշվարկներն էր, որը ցույց տվեց ամենակարճ ճանապարհը Փաշինյանին հեռացնելու համար։ Մանդատը պայքարի գործիքներից մեկն է ու չի նշանակում, թե խորհրդարան գնալով ընդդիմությունը ճանաչում է ընտրությունների արդյունքները կամ իշխանության լեգիտիմությունը, ընդգծում է Կարապետյանը։ Բացարձակ։ Համընտրության արդյունքները չեք ճանաչում։ Իշխանությունն էլ չուզեց իր լեգիտիմությունը ճանաչել։ Ես արել էի կոնկրետ առաջարկություն։ Գնանք, օգնենք ձեզ, եթե իրոք հաղթել եք կամ հաղթում եք, գնանք, ընտրվեք ճիշտ ձևով, օրինական ձևով, մենք էլ ձեր լեգիտիմությունը կճանաչենք։ Իրենք այլ ճանապարհ ընտրեցին։ Գրագիրը դեմ կանգնելն է դրան։ Չի նշանակում նաև, թե հրաժարվում են փողոցային պայքարից, ասում է Կարապետյանը, բայց դա ըստ նրա պետք է լինի մեկ անգամ ու վերջնական։ Ասել եմ, փողոցային պայքար անպայման լինելու է մեկ անգամ։ Եվ վերջնական։ Միջոցառում է կազմակերպում։ Երբ է ընդդիմությունը փողոց դուրս գալու։ Մեղրից Ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավարի խոսքով ձևավորման փուլում է ընդդիմության միասնական ճակատը։ Դրա համար մի քանի տրիգերներ են պետք։ Մենք ուշադիր ենք լինելու այդ տրիգերների առկայության դեպքում կլինի թե փողոցային պայքար, թե ազգային ժողովում պայքար, ամեն ինչ միասին պետք է լինի։ Միասնական ընդդիմությունը դեռ չի որոշել, թե երբ է տեղի ունենալու առաջին խոշոր հավաքը, բայց Կարապետյանի խոսքով այդ հավաքի ժամանակ հայտարարելու են հայկական գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումները մեղմելու համար Ռուսաստանին դիմելու միասնական որոշման մասին։ Թերեզա Կադաևչյան, Գագիկ Տրղազարյան, Հայլուշ։